օրակարգ հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթը, փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտարկումներ չկան, ըստ այդմ քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 29-ը թարմ, պտղի, խաղողի, գինու, շշալցված բրենդի եւ հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցազեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան։ Համեցեք, պարոն Խոջոյան։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Հայաստանից արտահանվող ջերմատնային արտադրության, թարմ լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանման աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը եւ մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու եւ բրենդի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Պարոն վարչապետ, տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն եւ ներկայացնում է երկու փաստաթուղթ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը նույն ինքը հաշիվ ապրանքագիրը։ Այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները եւ կնպաստի կազմակերպությունների բնականon գործունեության ապահովմանը։ Պարոն վարչապետ, նաև ուզում եմ վերջում մի դիտարկում անել, որ այս նախագիծը տարածվում է հունիսի 1-ից արտահանում իրականացված ապրանքների վրա եւ քանի որ կառավարությունը նաև իր հանրային խոսքում նշել էր, որ նմանատիպ ծրագիր լինելու է, հունիսի 1-ից հետո իրականացվել են արտահանումներ, օրինակ բերեմ, այս ընթացքում արտահանվել է շուրջ 257,000 կիլոգրամ կեռաս, 64,900 կիլոգրամ ծիրան եւ այդ արտահանումներ իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին եւ ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խոջոյան։ Ես ճիշտն ասած, որ այս գները նայեցի փոխհատուցման առաջին հարցը, որ ծագեց հետեւյալն էր, համոզված եք, որ հետո ստիպված չեն գտնելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն վարչապետ, այս չափաքանակները որոշելու ժամանակ հաշվի են առնվել սեզոնայնությունը եւ ապրանքների սեզոնայնությունը ունի գնի նկատմամբ զգայունություն։ Այս փուլում, քանի որ տարին, գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է եղանակային պայմանների արդյունքում, ծիրանի օրինակ հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 15-ին, այնինչ օրինակ նախորդ տարի այն արդեն մայիսի 25-ից 30-ից արդեն բերքահավաքը մեկնարկել էր եւ դրա համար գնային տարբերությունները մի փոքր այդ նկատառումով են հաշվի առնված։ Պարզավոր որոշակի լարվածություն կա, ես ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ ասենք ենթադրենք Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։ Մենք ստեղ ծիրան չենք կարողանում գտնել։